Մարդու իրավունքների երրորդ պաշտպանը գտել է իր կուսակցությունը հանձին Վարդան Օսկանյանի համախմբումի, որն այսօր հանդես եկավ ընդդիմադիր դիրքերից։ Ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա իշխանության փոփոխություն, իշխանական համակարգի փոփոխություն, եւ կուսակցությունը կարծում եմ արդեն հայտարարել է, որ գնում է ամբողջական իշխանափոխության։ Համախմբումը Մանվել Եղիազարյանի երկրորդ կուսակցությունն է, ինքը նախկին դաշնակցական է։ Ես դաշնակցական եղել եմ մարտի 10-ում։ Արաբո Ջոկատը հրամանատարնել է ամբողջական իշխանափոխության կողմնակից, բայց Սերժ Սարգսյանին հանգիստ կթողներ։ Եթե մենք այսօր հարցնենք հերացնել Սերժ Սարգսյանին, ինչքան դա լուրջ կընտրի հանրության կողմից։ Ստեփան Մարգարյանը մանրամասն թվարկում է, թե ինչպիսի իշխանության հետ են գործ ունենալու։ Իշխանությունները փոխանակ քննարկելու խնդիրները լուծելու ուղիները զբաղվում են բողոքի ակցիան չեզոքացնելով։ Պարոն Մարգարյանը նկատում է նաև, որ պետությունն ինքը առողջ չէ, իշխանության մաս կազմող պատգամավորը քննադատում է արկային օրենսգիրքը եւ կողմ քվեարկում նրան։ Հասկանալի է, որ նա այդ բանը հաճույքով չի անում։ Նրան ասում են այդպես անել։ Դա նշանակում է, որ բոլոր մակարդակի գործարարները լուրջ խնդիր ունեն։ Նրանք կամ փողոցում պետք է պայքարեն իրենց շահերի պաշտպանության համար, կամ հարեն եւ օժանդակեն իրենց շահերն ու տեսակետներն արտահայտող քաղաքական ուժի։ Վարդան Օսկանյանը հույս ունի այս կուսակցությամբ համախմբել ամբողջ հասարակությանը եւ կրկին հանուն իշխանափոխության։ Համախմբում կուսակցությունը իսկապես այսօր հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու։ Հայաստանը ժողովրդավարական եւ ազատ տնտեսություն ունեցող պետություն չէ, ասում է Վարդան Օսկանյանը համագումարից հետո նա պատասխանում է հարցերին։ Հավատում է, որ ընտրությունների ճանապարհով կարող է իշխանություն փոխել։ Հավատը միշտ վերջում է գոռում։ Կուսակցության ցուցակում Ռոբերտ Քոչարյանի ներկայության մասին հարցը Վարդան Օսկանյանը համարում է հիպոթետիկ։ Ինքն ընդհանրապես խնդիր չունի հաստատելու կամ հերքելու Քոչարյանի կապը կուսակցության հետ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նույնպես երկրորդ նախագահի հանդեպ բարդություններ չունի։ Պարոն Քոչարյանի հետ կարող են պարոն Տեր-Պետրոսյանի հետ, պարոն Սերժ Սարգսյանի հետ, բոլոր ովքեր կորոշեն պայքարել ինձ հետ կոռուպցիայի դեմ, պատրաստ եմ ներգրավել մեր կուսակցության մեջ